Բարև սիրելի հայրենակիցներ, ես Նարեկ Մանուկյանն եմ, մասնագիտությամբ բժիշկ եմ։ Ձեզանից որոշները ամենայն հավանականությամբ ճանաչում են ինձ, քանի որ մոտ 5.5 տարի ղեկավարել եմ ռուսկաբանության ազգային կենտրոնը։ Տեսաուղերձով դիմում եմ ձեզ, քանի որ որոշել եմ հիմնել եւ առաջնորդել քաղաքական մի շարժում, որի ստեղծման նպատակները եւ ծրագրերը ուզում եմ ներկայացնել ձեզ։ Տեսաուղերձը բաղկացած է 4 մասից։ Ինչու որոշեցի զբաղվել քաղաքականությամբ եւ հիմնել այս շարժումը, որը ի դեպ անվանել եմ Արմենիա 2026։ Ին վերաբերմունք եւ պատկերացում է մեր անցյալի վերաբերյալ սկսած 1988 թվականից, ին վերաբերմունքը ներկա գործընթացներին, ապագայի հետ կապված իմ պատկերացումները եւ ծրագրերը։ Մի փոքր ուզում եմ անդրադառնալ անվանը, թե ինչու Արմենիա 2026, այնուհետև շարժման բովանդակությանը, նպատակին, ծրագրերին եւ գործողությունների պլանին։ Ինչու Արմենիա, որովհետեւ երբ մտածում ես, թե ինչ անուն դնես այս շարժմանը, առաջին պայմանը, որ գալիս է մտքիդ, դա այն է, որ անունը պիտի ամբողջությամբ բնորոշի շարժման էությունը եւ որոշակիորեն սիմվոլիզմ պարունակի։ Բայց ցավոք այս պայմանները հաշվի առնող բոլոր բառեր եւ բառակապակցությունները այս կամ այն ձևով անցած 34 տարվա ընթացքում մեր քաղաքական հանրույթի կողմից օգտագործված են եղել։ Հետո մտածի, որ շարժման վերջնանպատակը որն է՝ ունենալ երազանքի Հայաստան, որը գրեթե բոլորս նույն ձևով ենք պատկերացնում։ Իսկ որ բառը ամենալավը կբնորոշի եւ սիմվոլիզմ կպարունակի իր մեջ, եթե ոչ մեր միջազգային ընդունված անունը՝ Արմենիա։ Իսկ ինչու 2026, որտեղ հասարակության մեջ գրեթե բոլորի մոտ կա ներքին կոնսենսուս, որ 2026 թվականը առանցքային կետ է մեր պետության համար, եւ եթե 2026 թվականի ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության ղեկին, ապա գրեթե 100% հավանականությամբ Հայաստանը կկորցնի կամ տարածքների մի մասը, կամ ինքնիշխանությունը, կամ երկուսը միասին։ Ինչու որոշեցի զբաղվել քաղաքականությամբ։ Իրականում չեմ կարող ասել, որ 3 կամ դրա առաջին օրը առաջացավ մոտս այդ միտքը։ Նման ցանկություններ եւ մտքեր իմ մոտ եղել է դեռ պատանեկան տարիքից, քանի որ տեսնելով շրջապատումս եւ երկրումս առկա խնդիրները, միշտ իմ մեջ լուծումները մտածել եւ հուսացել եմ, որ կգա մի օր, որ ինձ հնարավորություն կընձեռնվի այդ խնդիրները լուծել։ Բայց մտածել եմ, որ դեռ ժամանակը չի։ Նախ մարդ պիտի կյանքի որոշակի ճանապարհ անցնի եւ առաջին հերթին ինքն իր համար հասկանա, թե ինչ ունակություններ ունի։ Եվ երկրորդ պետք է տեսանելի անցյալ ունենաս, որպեսզի մարդիկ քեզ լսելիս հավատան խոսքերիդ, հիմնվելով անցյալիդ վրա։ Եվ երրորդ, երկիրը պետք է քո նման մարդու եւ առաջնորդի կարիք ունենա։ Եվ այսպիսով ես գտնում եմ, որ ներկայումս այդ 3 կետը առկա է։ Հայաստանում գրեթե բոլորս եկել ենք եզրանկման, որ մենք կարիք ունենք առաջին հերթին մեզ միասնական դարձնող, սև ու սպիտակ չբաժանող, մեզ բոլորիս իր ընտանիքի անդամների պես սիրող, երկիր իր սեփական տան պես սիրող եւ յուրաքանչյուր կտորի համար պայքարող, մարդկային ռեսուրսը իր ամենաթանկ կապիտալը համարող ու կադրային քաղաքականությունը ոչ թե իր կամ իր կուսակցության հարմարությամբ որոշող, այլ մարդու ունակություններով ու պրոֆեսիոնալիզմով որոշող եւ վերջապես մեծահոգի առաջնորդի կարիք։ Շարժման բովանդակային հիմքը պետք է լինի մենքի զգացումը։ Այս գաղափարը այն գաղափարներից է, որ ասում են գրեթե բոլորը, բայց կարողանում են իրագործել շատ քչերը։ Եվ քանի որ մեր երկրում մոտ 98%-ը հայեր են, երկրի 98%-ը քրիստոնյա է, ուրեմն մենքի առանցքը հայն է, որը խոսում է հայերեն, քրիստոնյա է, կապված է միմյանց անցյալով, նախկինների ավանդույթներով, պատմությամբ, բազմադարյա մշակույթով։ Ամենայն հարգանքով մեր հետ հավասար իրավունքներ ունեցող, Հայաստանում ապրող, Հայաստանի Հանրապետության քաղաքացի ազգային փոքրամասնություններին։ Եվ երբ այս գաղափարական դաշտից գալիս ես դեպի իրական կյանք, ուզում ես մարդկանց բացատրել, թե երկրի ղեկավարության կողմից ոնց պիտի կիրառվի մենքի զգացումը, հանգում ես հետևյալ մի քանի կետին։ Կետ համար 1. Գերադասելով եւ ելնելով երկրի շահից պետք է սկսվի համընդհանուր միմյանց ներելով։ Ու պետք է ժողովրդին բացատրվի, որ անկախ իրենց ենթադրյալ եւ իրական կանխավարկածներից նախկին եւ ներկա պաշտոնյաների կատարած հանցագործությունների վերաբերյալ միակ ճանապարհը միասնական լինելու այդ ամենը ստորադասելն է միասնության գաղափարից, քանզի դա է մեր միակ հնարավորությունը պետություն ունենալու եւ զարգանալու։ Իմիջիայլոց, եթե դու լինելով երկրի ղեկավար պատրաստ ես հաշտության ձեռք մեկնել եւ ներել Ալիևին, ուրեմն առնվազն մի քանի քայլ առաջ պետք է ձեռք մեկնած եւ ներած լինել քո քաղաքական հակառակորդներին եւ այսպես կոչված նախկիններին։ Հակառակ դեպքում դու ոչ թե ձեռք ես մեկնում ու ներում ես Ալիևին, այլ վախից հնազանդվում ես։ Կետ համար 2. Անկախ մարդկանց կուսակցական եւ խմբային պատկանելությունից պետք է մոբիլիզացվի բոլոր ունակ խնդիր լուծող կադրերին եւ հստակ հանձնարարականներով ըստ ոլորտների նշանակվի համապատասխան պաշտոններում, այլ ոչ թե պաշտոններ տալ կամ միայն կուսակցականներին, կամ նրանց մտերիմներին, կամ գոնե առերևույթ կուսակցական գաղափարներին հարող մարդկանց։ Եվ բազմաթիվ պաշտոններում լինեն ոչ պրոֆեսիոնալներ, իսկ բազմաթիվ պրոֆեսիոնալներ կամ երկից գնան, կամ զբաղվեն ոչ այն գործով, որում պրոֆեսիոնալ են, կամ տենչան իշխանափոխության ինքնադրսևորվելու համար, կամ հակառակ իրենց գաղափարների դառնան ձեր կուսակցականը։ Կետ համար 3. Յուրաքանչյուրս պետք է հասկանանք, որ մենք բոլորս գտնվում ենք նույն նավի վրա
Եվ յուրաքանչյուրի ձախողումը մեր բոլորի ձախողումն է։ Եվ եթե նավավարները նավը վատ են վարում, ուրեմն նրանք մի կողմ պետք է քաշվեն ու նավի վարելը թողնեն նրանց, ովքեր ունեն ավելի լավ տարբերակ, քանզի լավ արդյունքների դեպքում օգտվելու են բոլորը հավասարաչափ։ Կետ համար 4. Իշխանությունը լինելով բոլորի համար պատասխանատու, պետք է հիմնականում լինի ոչ թե մեղադրողի կամ պատժողի դերում, այլ հակաօրինական պրոցեսները կանխարգելողի, օրինախախներին սովորեցնողի, դրանց պոտենցիալը հանուն պետության օգտագործողի դերում, քանզի մեր մարդկային ռեսուրսը առանց այն էլ փոքր է, եւ մենք այն շռայլել չենք կարող։ Կետ համար 5. Մենք պետք է գնահատենք մեր ունեցածը եւ պիտի սիրենք մեր մեջի ուժեղներին ու ունակներին ներկա ժամանակում, այլ ոչ թե մեր վախերի պատճառով համախմբենք նրանց դեմ եւ կորցնենք մեր ուժեղ կողմերը։ Մենք պետք է ունենանք կենդանի հերոսներ, ովքեր կառաջնորդեն եւ օրինակ կծառայեն մեզ։ Այժմ շարժման բովանդակային հենքը, մենքի զգացումը սահմանելով եւ դրա գործնականում կիրառության կետերը ներկայացնելուց հետո պետք է մարդկանց բացատրենք մենքի առաջացման կարևորության աստիճանը եւ որ ամենակարևորն է դրա իրագործելի լինելը, քանզի բազմաթիվ մարդիկ այդ գաղափարի կրող ունեն, կարևորությունը հասկանում են, բայց համարում են անիրագործելի։ Իսկ միակ ձևը այս ամենը կյանքի կոչելու դա գաղափարը ներկայացնողների կողմից անկեղծ լինելը եւ իրականում այդ գաղափարի կրողը լինելն է։ Այս ամենը անելուց հետո պետք է առանձնացնենք մեր երկրի առջև ծառացած կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ խնդիրները, սահմանենք առաջնահերթությունները եւ լուծման հստակ ժամանակացույցը ու անցնենք լուծմանը։ Շարժման նպատակն է ունենալ իշխանություն, որը առաջնահերթ կյանքի կոչի հետեւյալ քայլերը։ Հայաստանը կդարձնի անվտանգ եւ Հայաստանի ներքին ու արտաքին անվտանգային համակարգերը կբերի այնպիսի մակարդակի, որ Հայաստանի անկախությանը վտանգ չի սպառնա։ Երկրի տնտեսական վիճակը եւ սոցիալական ծրագրերը կբերի այն վիճակի, որ աղքատության մակարդակը 10%-ից ներքև կլինի, իսկ ծայրահեղ աղքատներ ընդհանրապես չեն լինի։ Չլինի Հայաստանում քաղաքացի, որ ունենա առողջական խնդիր եւ որևէ պատճառով ներառյալ ֆինանսականը չկարողանա օգտվել առողջապահական ծառայություններից։ Մշակի դեմոգրաֆիկ ցուցանիշները լավացնող հստակ եւ իրատեսական ծրագրեր, կնշանակվի պատասխանատուներ եւ կսահմանվի ժամանակացույց։ Մի քանի կետով ներկայացնեմ Հայաստանում տիրող ներկա իրավիճակը։ Ժողովրդի մի մեծ զանգվածի կողմից ատելություն իշխանությունների նկատմամբ եւ մի մեծ զանգվածի կողմից ատելություն նախկինների նկատմամբ եւ մերժում նրանց վերադարձը։ Դեմոգրաֆիկ վատ ցուցանիշներ։ Խնդիրներ դաշնակիցների հետ կամ այս իշխանությունների հետ իրական դաշնակիցների գրեթե բացակայություն։ 2018 թվականի հետ համեմատած սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում, բայց ոչ տնտեսության համամասնության էական փոփոխություն։ Բանակի մարտունակության նկատմամբ ժողովրդի հավատի կորուստ, կադրային վատ քաղաքականություն, հնազանդների իշխանություն, կարգապահության ցածր մակարդակ ամբողջ կառավարման համակարգում եւ երկրում առհասարակ, լուրջ միջազգային ներդրումների գրեթե բացակայություն։ Մի քանի կետով էլ ուզում անդրադառնալ անցյալի կարևորագույն իրադարձությունների, երևույթների, որոնք մեզ համար եղել են շրջադարձային։ 1991 թվականի անկախության ձեռքբերում, սոցիալիստական համակարգից անցում ազատ շուկայականի, Արցախյան պատերազմում հաղթանակ, 1995 թվականից հետո բոլոր երկրի ղեկավարների օրոք երկրի տնտեսական իրավիճակի լավացում, իհարկե տարբեր տեմպերով, բայց այնուամենայնիվ լավացում, 1996 թվականից սկսած բազմաթիվ կեղծված ընտրություններ, մեծաքանակ արտագաղթ, հոկտեմբերի 27, մարտի 1, 2018 թվականի հեղափոխություն, մեծ հույսեր, 2020 թվականի պատերազմ, Արցախի կորուստ, խոր հիասթափություն մինչ օրս։ Այս ամենին եւ անցյալի հետ կապված այլ հարցերին ավելի մանրամասն կանդրադառնամ հետագայում այլ ֆորմատով։ Այժմ կոչով դիմում եմ ձեզ եւ հրավիրում եմ բոլոր այս գաղափարները կիսող մարդկանց միանալ մեր շարժմանը Արմենիա 2026-ին։ Եվ հիշեցնում եմ, որ սա մի վերկուսակցական հարթակ է, որի նպատակն է 2026 թվականին իշխանության բերել այս գաղափարները կրող մարդկանց, ովքեր կստեղծեն մենք առաջնահերթ համարող մեր երազանքների Հայաստանը։ Բոլորս հանուն Հայաստանի։